Երրորդ հանգամանքը, որ ցանկանում եմ նշել, կառավարիչ նշանակված սուբյեկտի հայտարարություններն են, որտեղ ձեզ բազմաթիվ անգամ ասել եմ, կան շատ անհամապատասխանություններ։ Վերջի անհամապատասխանությունը Մասիս ցանցում արևային էներգիայի ուրեմն այդ ծախսը չգրանցելն էր, այսինքն մարդկանցից իբրև թե գողանալ, այդտեղ կա երկու խնդիր, իրենք հաշվարկը սխալն արել են 800 քանի հազար կիլովատ, բայց ընդամենը եղել է 120, իրենց նամակում նշել էին, որ մենք էլ չենք կարող պարզել դա եղել է մեր օրոք, թե իրենց օրոք, ես համոզված եմ, որ դա եղել է իրենց օրոք 90-90 ավել տոկոսով այդ ամբողջից։ Եվ երկրորդ խնդիրը մեր ժամանակ, օրինակ, ես որպես այդ բլոկի ղեկավար, ինչպես էի աշխատում, եթե պարզում էինք տեսուչը դա դիտավորությամբ է կատարել, այսինքն թվեր չի խառնել, չգիտեմ, բազմաթիվ ձևեր կան դա պարզելու, դեռ միանշանակ ազատում էր աշխատանքից։ Իմ ինֆորմացիայով իրենց այդ այսպես աղմկահարույց բացահայտման դեպքում ոչ մեկ չի ազատվել։ Այնտեղ ցանցի պետ են ազատել, եթե չեմ սխալվում, եւ տեղակալ, այսինքն այն մարդիկ, որոնք անմիջապես կապ չեն ունեցել, անմիջապես գրողը տեսուչն է, բացարձակ չեն ազատել։ Ինձ որպես իրավաբան հիմք է տալիս դա ենթադրելու, որ իրենց ասածով է դա եղել, որի արդյունքում չեն կարող ազատել այդ իրենց ասած հանցագավոր սխեման իրագործած անձանց։ Նպատակը մեզ կեղտոտել է։ Միշտ ասել եմ, չէ՞, Սամվել Կարապետյանից իրենք ուզում են այդ բարերարի, լավ մարդու, իսկական հայի կերպարը դարձնել, չեմ ուզում արդեն մնացած ասեմ, հակապատկերն են ուզում ստեղծել։ Հաջորդ հարցը, որը շատ հուզում է, տենդերների թեման է, ինչ են անում տենդերների հետ կապված իրենք, մի առիթով նշել եմ, որ ասում են ժամանակին 2-3 էր, հիմա 14-15 մի դեպքում ինչ-որ 70 էին նշել, կոչ եմ անում կառավարչին, այո, մասնակիցների քանակը, իբրև թե մենք մասնակիցներին թույլ չենք տալի, չենք ներգրավում, կոչ եմ անում, որպեսզի հրապարակեն այդ բոլոր մասնակիցների անունները, գործունեության ոլորտը միջև է տենդերներին մասնակցելը եւ այսպես ֆինանսական բարձիկի չափը։ Ինչի համար, որովհետեւ դրանք մեծ տենդերներ են, չի կարելի նոր բացված, չգիտեմ, 10 օրվա ինչ որ կազմակերպության վստահել այդպիսի տենդերներ։ Եթե չհրապարակեցին ամբողջությամբ, չվերցնեն 70-ից 5-ը, որոնք ինչ որ պատմություն են, եթե չհրապարակեցին, սա հերթական սուտն է, ես համոզված եմ, որ սա հերթական սուտն է։ Հաջորդ խնդիրը, որից հետո սիրով կպատասխանեմ ձեր հարցերին, տեսեք, գոյություն ունի նոր միացում հասկացություն, դա ինչ է նշանակում, որոշ մեր ժողովրդի համար էլ պարզ լինի։ Նոր միացումը դա անձը, իրավաբանական անձը գալիս են, պատվեր են բացում եւ հոսանք քաշում։ Ժամանակին ներդրումային ծրագրի մեջ դրվել է ընդամենը $77 միլիոն, 16-24 ներդրումային ծրագրի մեջ։ Փաստացի կատարվել է $254 միլիոն։ Այսինքն, եթե հանձնաժողովի ստիպելով մենք չշեղվեինք մեր ներդրումային ծրագրից, то есть մի հոդվածից վերցրել դրել ենք նոր միացման հոդվածի վրա։ Վերցրել ենք շահագործումից։ Շահագործում դա նշանակում է նոր մալուխներ, նոր հենասյուներ, այսինքն ավելի բարելավելը։ Այլ պարագայում, եթե իրենք չասեին այսպես արեք, վերցրեք ստեղից դրեք ստեղ, բնականաբար սակագնի թանկացման հարցեր լինելու։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք ազատականացրեք շուկան այս մասով։ Օրինակ հիմա գազը ոնց է գնում, ստանում եք տեխնիկական պայման, ձեր ուժերով գնում եք ինչ որ կազմակերպության, խնդրում եք, գումարը տալիս եք, անում են։ Մեր պարագայում պատկերացրեք բազմաբնակարան շենք, բազմաբնակարան շենքի կառուցապատողը, սեփականատերը գալի վճարում է գումար, որի ընդամենը 20%-ն է անում ամբողջ այդ կատարվող աշխատանքի, այսինքն 80%-ը դրվել է հեցի կողմից եւ դրվել է այն հոդվածից, որը պետք է ծառայեր ավելի կատարելագործման, նորացման մեր ընդհանուր ցանցի։ Ես այդ ձայնագրության մեջ երբ որ նշում եմ, որ ինչի՞ չեք դրա մասին հայտարարում, որ դուք եք մեզ ստիպել այդպես անել։ Իրենք ուղղակի այսպես պոպուլիզմով, ամբողջահաճո, չգիտեմ, արտահայտություններով եւ գործելակերպով ընդհանրապես փորձել են սակագին չթանկացնել։
Եվ որի այնտեղ շեշտում էին, չէ, դատախազություն ենք տվել, դատախազություն ենք տվել, դատախազություն ենք տվել, 3 անգամ կրկնեցի, ինչ-որ անձի նմանվեցի, բայց կփորձեմ այլևս չանել։ Ամեն դեպքում ուր է, Ժորժ ջան, այդ դատախազությունն ուր է։ Ուր է այդ, որ ասում էին կազմակերպված, այս վերջի հայտարարության մեջ էլ նշել են սխեմաներ են գործել, քրեական չգիտեմ ինչ, լավ, ուր է այդ ամեն ինչը, 3 ամիս անցավ։ Վարույթը պետք է տևեր 3 գումարած 1 ամիս։ Իմիջիայլոց ձեզ ասեմ, այդ պլյուս 1 ամիսը դա բացառիկ դեպքերում է արվում։ Ինչ որ ֆորս մաժորային, ինչ որ խնդիրների։ Հիմա ձեզ մոտ հարց չի առաջանում, ինչի երկարացվեց եւս 1 ամիս։ Ինչի 3 ամսում չավարտեցին այդ վարույթը։ Ես դրա պատասխանն ունեմ, որովհետեւ ոչ մի բան չեն գտել, որով կարող են գնալ, կարող է գտել են ինչ որ բաներ, որոնք տուգանքի ենթարկելու, տույժի նկատողության, բայց լիցենզիայից զրկելու հիմք չեն գտել։ Ես ձեզ ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ, ստիպված որոշում են կայացրել իրենց իմիջի հաշվին եւս 1 ամիս երկարացնել, որպեսզի փորձեն այս 1 ամսվա ընթացքում ինչ որ մեկին բռնեն, չգիտեմ, մի բան էլի այդպես զրպարտող, մի բան, իրենց սովոր են իրենք։ Մենք էլ ենք երևի թե սովոր այդ ամեն ինչը լսելով։ Հիմա այս ամբողջի մեջ առաջի գործը, եթե չեմ սխալվում, 2 ամիս առաջ են ուղարկել դատախազություն, լավ ինչ եղավ։ Մենք տեսնում ենք, չէ՞, որ տարբեր քաղաքական գործերով 1 օրում, 2 օրում, մի ժամում, 2 ժամում ինչպես են մարդկանց տանում արագ եւ այլն եւ բա ուր են։ Այսինքն ակնհայտ է, որ դա ընդհանրապես արվում է, ասենց ասեմ, նախընտրական քարոզարշավ են սկսել Սամվել Կարապետյան հաշվին։ Ուղղակի մի բան չեն հաշվում, որ չի հաջողելու։ Ինչպես շատ բաներ այս ընթացքում չի հաջողել։ Չէ, ես Սյուզ ջան, ես հեծի հետ կապված եմ ասում, չեն հաջողել, նկատի ունեմ կեղտոտելու, զրպարտելու, հիշում եք 2 փողերի լվացման գործ տարան դատարան, Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու համար, երկուսն էլ դատարանը մերժեց այդ մասով կալանքը երկարացնել։